ուրեմն այս ՔՊ-ն տեղերում մարդկանց վախեցնելն ու ահաբեկելը հիմնականում անում է ՔՊ-ական համայնքապետերի ու գյուղապետերի միջոցով։ Մարզպետներն էլ ներգրաված են այդ կազմակերպությունների աշխատողներին ստիպել են, ներգրավել են process-ին, ստիպում են հանդիպել մարդկանց հետ, գնալ տներ, սպառնում են, աշխատանքից կհեռացնեն, շատ մեծ ծավալների է հասել, արդեն հասել են դպրոցներ, դպրոցների տնօրեններին են սպառնում, մանկապարտեզներ, ուսուցիչներին, մանկավարժներին, ամեն ինչ անում են, որ հեռու պահեն ընտրական գործընթացից, այսինքն գործում է մի հատ հանցավոր սխեմա։ Սա նաև նրա հետևանքն է, որ ՔՊ-ն իր դիտարկում է համայնքապետերին ու գյուղապետերին որպես ձայն ընդամենը հավաքող սուբյեկտներ։ Եվ այս ամենը իհարկե տեղի է ունենում ՔՊ վերնախավի կողմից ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ասել, ժողովուրդ ջան, չվախենաք հանկարծ։ Այդ ՔՊ-ական համայնքապետերին դուք եք դարձրել համայնքապետ։ Ամեն մի մեր քաղաքացու ձայնով են նրանք դարձել համայնքապետ ու հիմա գան դրանք ձեզ սպառնան։ Այդ ով են ընդհանրապես դրանք, որը տենց իրանց պահեն։ Հենց այս ընտրությունները այդ հնարավորությունն են, որ դուք նորից փոխեք վիճակը։ Նրանք ահավոր վախեցած են ձեզանից, իսկ դուք հանկարծ չվախենաք, մենք չպետք է վախից ելնելով ընտրություն կատարենք։ Վախը չի, որ մեր ընտրությունը որոշելու է։ Մենք հանուն հույսի ու հավատի պետք է անենք։ Դուք պաշտպանված եք եւ մենք պետք է ունենանք իշխանություն, որը ձեզ ոչ թե սպառնա, այլ պաշտպանի ձեզ, որովհետեւ սա հանուն մեր երկրի ու ապագայի է։